Առաջին ծրագրերից ամենախոշոր ծրագրերը, որ իրականացրել է Հայաստան համայնքական հիմնադրամը մեր բնակավայրում, դա եղել է արևային ջրատաքացուցիչների տեղադրումը եւ ցերեկային լուսավորությունը, որ Հայաստան համայնքական հիմնադրամը նախաձեռնեց եւ այսօր մեր թաղամասում մոտ 1 կիլոմետր երկարությամբ ունենք ցերեկային լուսավորություն։ Այն բնակիչները, որոնք չունեին արևային ջրատաքացուցիչներ, ըստ իրենց ցանկության, ովքեր ցանկացել էին, եկել էին մեր մոտ դիմում էին գրել, որ ցանկանում են այդ ծրագրի մասնակցեն, այդ բնակիչներին, որ 47 ընտանիքներ, բնակիչներ, նրանց տրամադրվել է արևային ջրատաքացուցիչները, ինչը կենցաղում դա շատ մեծ փոփոխություն էր մեր բնակիչների համար, քանի որ մինչ այդ խնդիր ունեինք տաք ջրի ունենալու, իրենց կենցաղը հեշտացել է եւ ինչպես մեր բնակիչներն են ասում, Խաչարձանում արդեն բնակվելը հեշտացել է։ Դե առաջ գազը ենք ջուրը տաքացրել կամ փեչի վրին ենք տաքացրել միջև գազը։ Գազից հետո էլ որ արևայինը տեղադրել են, ավելի հեշտացել է։ Արևայինով ամեն ինչ օգտագործում ենք լվացելու, բաղնիքի համար, շատ ենք հեշտացրել, փետը քիչ ենք օգտագործում ջուրը տաքացնելու համար։ Շատ ուրախ ենք։ Ընդհանրապես Հայաստան համայնքական հիմնադրամը, մեր Արգենտինայի բարերարների հետ կարելի է 2013 թվականից թեն սկսել են այդ ծրագրերը իրագործվելը, մինչ այդ ունեցել ենք շատ մեծ հատկապես ենթակառուցվածքային հիմնախնդիրներ։ Հենց առաջին ծրագիրը տեղից ենք սկսել, որ չունեինք նորմալ պայմաններով բուժկետ, իսկ բուժկետը այդ ժամանակ սպասարկում է 400 բնակչի։ Ամենաառաջի ծրագիրը դա եղավ նոր բուժկետի շենքի կառուցումը, որ այսօր սպասարկում են ոչ միայն մեր համայնքին, այլ նաև հարևան համայնքի բնակիչներին։ Մենք խնդիր ունենք նաև դպրոցը իր պայմաններով վատ վիճակում էր գտնվում շենքը։ Երկրորդ խոշոր ծրագիրը դա եղավ դպրոցի շենքի վերանորոգումը կապիտալ։ Նաև համայնքում լուծվեց խմելու ջրի, ինչը կարծում եմ ոչ միայն մեր համայնքում, այլ ընդհանրապես Հայաստանի բոլոր բնակավայրում դա շատ մեծ խնդիր է խմելու ջուր ունենալը, քանի որ բնակիչները կարելի է ասել մոտ 30 տարի թաղամասեր կային, որ այդտեղ խմելու ջուր չունեին։ Եվ որքան տարօրինակ է հնչում, ձեռքով, տարաներով եւ այլ այդպես կարողանում էին այդ ջուրը բերել եւ որպեսզի իրենց կենցաղը կարողանան ապահովել այդ խնդիրը լուծեն ջրի եւ ամենամեծ խոշոր ծրագրերից մեկը դա հենց խմելու ջրի ջրագծի կառուցումն է, որի շնորհիվ այսօր Խաչարձանը ամբողջությամբ ապահովված է խմելու ջրի 24-ժամյա ջրամատակարարմամբ։ Կարևոր ծրագրերից էր նաեւ Գյուղամիջյան ճանապարհի ասֆալտապատումը, Հայաստան համայնքական հիմնադրամի եւ մեր բարերարների ջանքերի շնորհիվ Խաչարձանում մոտ 1 կիլոմետր երկարությամբ գլխավոր Գյուղամիջյան ճանապարհը ասֆալտապատվեց։ Այս ծրագրերի հետ համալիր նաև այնպիսի ծրագրեր են իրականացվել, որոնք նպաստել են եւ գյուղատնտեսության ոլորտին, եւ կրթական ոլորտին, մասնավորապես, քանի որ այստեղ գյուղացիները զբաղվում են մեղվապահությամբ եւ Խաչարձանի մեղրը հայտնի է տարածաշրջանում, գյուղացիները մի քանի տարի շարունակ տրամադրվել էին մեղվափետակներ։ Բացի դրանից գյուղացիներին տրամադրվեցին նաև ջերմատներ, որի միջոցով մարդիկ կարողացան ավելի հեշտ զբաղվել գյուղատնտեսությամբ, դա օգնեց նրանք եւ որ եւ գյուղատնտեսության այդ ոլորտը մի քիչ փոփոխություն եղավ, մարդիկ կարողացան հեշտ ասած բերք վաստակել, վաճառել, ինչու՞ դա նաև իրանց համար ֆինանսական աղբյուր հանդիսացավ։ Բացի այդ 2014 թվականից մինչ օրս Խաչարձանի յուրաքանչյուր ուսանողի ուսման վարձի վճարը փոխհատուցում է Հայաստան համայնքական հիմնադրամը եւ մեր Արգենտինայի բարերարները, սա որ եւս էլի մեծ օգնություն էր եւ դրա շնորհիվ մենք տարեստարի զգացինք, որ ուսանողների թիվը գնալով աճում է հենց կոնկրետ մեր բնակավայրից։